օրը ցերեկով հանդուկն սպանություն Ալավերդիում, մեկը մյուսին հաջորդող կրակոցներ հանրախանութի տարածքում, թիրախը Ալավերդիի բնակիչ 39-ամյա Կամո Փիրուզյանն էր, ապօրինի պահված Մակարով ատրճանակով կրակոցները ըստ փաստերի արձակել է 26-ամյա Վլադիմիր Դավթյանը, նախ 4 կրակոց հեռվից, հետո եւս 2 կրակոց արդեն դիմահար, ըստ երևույթին ստուգողական։ Համաքաղաքացի Կամո Փիրուզյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իր մոտ ապօրինի պահած եւ գրած հրազենով մի քանի անգամ կրակոցները արձակել Կամո Փիրուզյանի մարմնի տարբեր մասերին եւ սպանել է նրան։ Դեպքի վայրից ահազանգը չի ուշացել, ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել ու վնասազերծել են կասկածյալին։ Դավթյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ եւ ծալովի դանակ։ Անմիջապես հանցագործությունը կատարելուց հետո դեպքի վայրից վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժնում, որպես այդպեսին ինքը փախչելու հնարավորություն չունեց։ Սպանվածը Ալավերդիում հայտնի Միլորդի Կամո Մականունով անձի եղբայրն է։ Հանցագործության գործի կատրճանակը, որի վրայից ջնջված են գործարանային համարը եւ թողարկման տարեթիվը, 5 փամփուշտներն ու ծալովի դանակը առգրավվել են։ Կատարվում է նախաքննություն։ Լիլի Դանելյան, Հրաչյա Պապինյան, օրակարգ։